Պաստուր Ալիկին, Ալիկը ուր է, դե պաստի Ալիկին կարուցել ես Երկամյա Հովանեսը դեռ սպասում է հայրիկին, անընդհատ շրջում է սենյակներում ու իր թոթով լեզվով մի կերպ շշնջում հոր անունը։ Պապան գնաց քեզի հաջող չերեց։ Հա։ Իդ եր։ Բիլիսով գնաց։ Հա։ Խոսակցություն որ լինում էր, ասում է իմ տղես չպետք է ծառայի, ասում է դու իշքան ծառայել ես հերիք է, ասում էր չպետք է ծառայի։ Ասում էր ինձանից թող լավը չլինի, եթե ես ես կան ծառայել եմ, ուրեմն ինքնաբանվում պետք է ծառայի։ Շատ էր սիրում, շատ անկանհապարտ էր քայլում այդ շորերով։ Նա ասում էր, եթե չլինի զինվորական չլինես, էլ ինչ կանք, եթե պոստերում չլինես, էլ ինչ զինվորական գրասենյական աշխատանքի հետ ինքը չհաշտվեց, 6 ամիս է չմնաց Վարդենիսում։ Ինքը իր գործերով զբաղվեց, տեղափոխվեց Ղարաբաղ։ Քարորյա պատերազմում հերոսի մահով ընկավ Ալեքսանը։ Զորամասի հրամանատար մարտական հերթապահության գծով տեղակալ փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանը ծնվել է 1982 թվականին Գյումրիում։ Զինված ուժերում ծառայել է 16 տարի, 10 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում, ապա ծառայությանը նշանակվել երկրորդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում։ Արցախում ապրել է ծառայության ընթացքում հատկացված բնակարանում։ Սեյրան Օհանյանի մոտ հարցազրույց որ եղել էր, Սեյրան Օհանյանը հարցրել էր ինչ խնդիրներ ունես։ Ամուսինս ասել էր մի խնդիր այսօր մեր բնակարանի հարցն է։ Ասել են որ պետք է շինարարություն գնա Գյումրիում, ծառայողականների, զինվորականների համար պետք է բնակարաններ կառուցվեն ու անպայման մեզ կտրամադրեն բնակարան։ Պաշտպանության նախարարությունը բնակարան հատկացնելու էր Գյումրիում, բայց Ալիկի որոշումը վերջնական էր, նա ապրելու էր Արցախում։ Երբ որ մենք տարանք իրեն տեղավորելու, դե մեքենայով գնացինք, մինչև տեղավորեցինք, մի 3 օր մնացինք, մտավ այդ բնակարանի դուռը բացեց, ասավ հազիվ թոքերիս եւ շնչառությունս բացվեց, թոքերիս Ղարաբաղի օդը հասավ, շնչառությունս բացվեց։ Ալեքսանի կինն ու երեխաները հիմա Գյումրիում են ապրում։ Ալեքսանի հայրական տանը, որտեղ այժմ բնակվում է 10 անձ։ Սպանեմ նախ ով ենք ու բացատրեմ ինչ ենք էլի։ Մինչև այս պահը մենք զբաղվել ենք անօթևանների, կարող եմ ասել ստանագների հարցերով, որ դոմինգի մեջ Գաբրիելն վայրն, եւ 23 հատ տուն բրիտանք։ Տներից մեկը բրիտար Արմանը Սահակյան։ Մենք մի խոսքով որոշել ենք այդ մեր տունը նվիրենք ձեր ընտանիքին, որպես, չգիտեմ, փոքրիկ շնորհակալություն, էլի։ Ու բոլորս կողմից հարգանքներն ու չգիտեմ, նոր մեծ բան չէ, բայց կարծեմ գենի ինչ-որ ինքը ուզեցել է ժամանակին։ Ալիկի փոքրիկները սոց ծրագրի շրջանակում կտեղափոխվեն 2 սենյականոց իրենց սեփական բնակարանը։ Թեպետ չի մեղմվի կորստյան վիշտը, բայց կյանքը շարունակվում է։ Հերոսի ընտանիքը պետք է ապրի արժանավայել։ Հեղինե Մանուկյան, Խաչատուր Գևորգյան, Այսօր։